եկել է մի աջակցություն Սամվել Կարապետյանին, հա, եւ լիահույս եմ, որ այսօր վերջապես արդար վճիռ կկայացվի անօրինաբար ամիսներ շարունակ գտնվելով կալանքի տակ։ Կարծում եմ դատավորներն էլ թույլ տվեք ինձ ասել, խելքի կգան, հա, եւ կփորձեն արդար վճիռ կայացնել։ Լիահույս եմ։ Ատվիկ, ինչ եք կարծում, ինչ է կատարվում մեր երկրում, մեր ժողովուրդը գիտակցում է այնինչ տեղի է ունենում իր հետ, մասնավորաբար, ասենք, այսքան քաղբանտարկյալներ, որոնց շարքում է ազգային բարերարը, քաղբանտարկյալներ, որոնց շարքում են մեր հոգևորականները։ Լավ, ինչ է սա նշանակում, ինչու են այս իշխանությունը կալանավորում նման մարդկանց, մեր ժողովուրդը հասկանում է ինչ է կատարվում։ Բավականին արդեն մեծ մասը, հա, հասկանում է ինչ է կատարվում, այո, բավականին մեծաքանակ մարդիկ հասկանում են եւ ոտքի են կանգնել, որովհետեւ սա արշավ է մեր եկեղեցու դեմ, եկեղեցին մեր հազարամյա, հա, ինքնությունն է ներկայացրել, չի կարելի եկեղեցու դեմ նման արշավ, այո, գիտակցում է ժողովուրդը եւ ժողովուրդը ոտքի է, քանի որ սա կարծում են, որ թուրքական ծրագիր է բնաջնջելու հային, թույլ չենք տա, ես կարծում եմ, որ այո, հաղթելու է արժանապատիվ հայը, հունիսի 7-ին։ Տեսեք, բացահայտ Նիկոլ Փաշինյանը ասում է, ես աշխատանքից իմ հրահանգով հեռացրել եմ Ցեղասպանության Թանգարան ինստիտուտի տնօրենին, որովհետև նա Արցախի մասին, հայոց ցեղասպանության մասին փաստեր ներկայացնող գիրք նվիրեց ԱՄՆ պետքարտուղարին Պենսին, ով այցելել էր Հայաստան։ Ինչ է սա նշանակում։ Փաշինյանը ինչ նպատակներ ունի եւ նա բացահայտ հայտարարեց, որ եթե այդպես շարունակվի, կամ եթե մենք խոսենք Արցախի մասին, տանք Արցախի անունը Արցախի հանրապետություն ասենք, ապա դա կհանգեցնի պատերազմի։ Այո, պարզ է մեր ժողովրդի համար, բոլորիս է պարզ, ինչ է ուզում անի Փաշինյանը այդ իր վերաբերմունքով, իր վարքագծով, պետք չէ լռել, պետք է ոտքի կանգնել, պայքարելու մեր ազգային արժեքների համար, մեր եկեղեցու համար, մեր ինչու՞ չէ Արցախի համար։ Ես լիահույս եմ էլի, որ մենք կրկին բերելու ենք բանակցային սեղան եւ Արցախը կրկին մի օր վերադառնալու է մեզ հային, հա, ես այո, հույս ունեմ։ Չնայած նրան, որ նա հայտարարում է Արցախի էջը փակված է։ Այո, Արցախի էջը փակված է, նոր, լավ, ուժեղ ղեկավար, երբ որ լինի, Արցախի էջը կբացի եւ մենք հաղթանակած ենք դուրս գալու, այո, ես հույս ունեմ։ Տաթևիկ, դուք գիտեք, ընդհանուր իր քաղաքականությունից հասկանալի է, որ նա այս ընտրություններին մասնակցելու է, այսպես ասած, խաղաղության դրոշը պարզած եւ ձեզ համար հասկանալի է։ Ինչ խաղաղություն։ Կասեք ինձ, ինչ խաղաղության մասին կարող է խոսք լինել, խաղաղ ճանապարհով հանձնելով մեր հողերը, այդ ճանապարհով, այո, խաղաղ ճանապարհով ենք հանձնում հողերը, ես այդպես եմ կարծում, այո։ Այսինքն, ես ուզում եմ հիմա հասկանալ, տեսեք, ձեր նման արդյոք բոլորն են մտածում, որովհետև շատ կարևոր է առջևում ընտրություններ են, շատ կարևոր է, որ մեր ժողովուրդը հասկանա Փաշինյանը ճիշտ է ասում, թե ստում է։ Կարծում եմ գիտակից մասան հասկանում է, իսկ մյուսներն էլ պետք է գիտակցեն, որ հունիսի 7-ին լինելու է պայքար հայի եւ թուրքի միջև, այո։ Օրինակ ձեզ համար պարզ է, եթե հանկարծ ընտրվի Նիկոլ Փաշինյանը, ինչ կկատարվի հունիսի 8-ի դրությամբ Հայաստանում։ Չեմ կարող ասել, չեմ ուզում մտածել, որ կընտրվի Նիկոլ Փաշինյանը, որովհետև ժողովուրդն արթնացել է, հայ ազգը արթնացել է։ 300,000 ադրբեջանցիներ Ալիևը հայտարարում է, որ կլցվեն, պիտի վերադառնան, այդպես էինք ասում, իրենց բնակության վայրերը։ Պատկերացնում եք, ինչ կկատարվի Հայաստանի հետ։ Ես պատկերացնում եմ եւ հորդորում եմ, որ հայ ազգը լսի, լայն բացի ականջները լսի եւ հասկանա, որ իրենց երեխաները այստեղ ապագա չեն ունենալու։ Սա շանս է ազատվելու թուրքական լծից։